Ես ասում եմ վերջ, Ժորժ ջան, խաղաղությունը հաստատված է, ապրենք ուրախ եւ երջանիկ։ Եվ հաստատված է։ Եվ չկա որև մեկը, որ ապացուցի հակառակը։ Պետք չէ մեզ ստել, թե հիմա ադրբեջանցին այլ է եւ հիմա մենք իբր ապահովված ենք, երջանիկ խաղաղության մեջ ենք ապրում։ Սրանք էլ են ընդունում, որ մենք բնավ ոչնչով էլ ապահովված չենք։ Մենք չենք էլ նկատի, թե ինչպես են մի օր այսպես կոչված սահմանային սյուները մետր առ մետր առաջ գալիս։ Այդտեղ հնարավոր չի լինելու ապրել։ Կրետինիզմի մակարդակի այն պնդումները, թե իբր ծառ տնկենք կամ պատշարենք, որ թշնամուն չտեսնենք, մարդու ծիծաղ եւ լաց են առաջացնում միաժամանակ։ Տեսեք հասարակությանն արդեն ինչի տեղ են դրել։ Լկտիությունը նաև դրանից է գալիս։ ԿՊԱ-ականները ժամանակին թերևս մուլտֆիլմեր էլ չեն դիտել, գրքեր չեն կարդացել, բայց երևի ինչ-որ բան աչքներով ընկել է։ Խնդիրն այլ է, այդ գրքերը կարդալիս նրանք ըստ երևույթին հրապուրվել են ոչ թե իրական հերոսներով, այլ դավաճաններով, բացասական կերպարներով։ Եթե Այվենհոն կարդալիս ինքդ քեզ չես նույնականացնում Այվենհոյի հետ, ուրեմն սխալողությամբ ես կարդում այդ գիրքը։ Ժյուլ Վերնի վեպերը եւս երևի իրենք այլ կերպ են կարդում։ Չեն տեսնում այն ուղերձները, որոնք գրողները հղում են։ Դրանցում կան հստակ չափորոշիչներ, լավ մարդ եւ հերոս լինելու։ Միգուցե չեն կարդացել առհասարակ, ինչ էլ կարդացել կամ դիտել են, այլ կերպ են դա անցալել։ Դժվար է նման մարդկանց գլխի մեջ մտնելը, դա բարդ ու անշնորհակալ գործ է։ Երբ փորձում ես իրենց պես հասկանալ, մտածել, վերլուծել այս կամ այն պատմական դրվագը կամ ընթացիկ իրավիճակը, սկսում ես վարակվել։ Ըստ երևույթին մենք քաղում ենք այն վարակի պտուղները, որով նրանք եկան եւ զավթեցին իշխանությունը։ Ամբողջ հասարակության մեջ այդ վարակի տպավորությունն է։ Եթե ԿՊԱ-ականները վտանգ չզգային, իրենց այսքան լկտի չէին պահի, Օվերտոնի նոր պատուհաններ չէին բացի։ Մենք էլ իրենք էլ հասկանում են, որ առաջիկա քաղաքական զարգացումները կարող են վճռական լինել։ Վարչապետի աթոռին նստածը սիրում է ասել, Հայաստանի լինել-չլինելու հարցն է որոշվում։ Շուտով հենց այդ հարցն է պարզվելու։ Հարցը այն է, որ նա իր տեղում չէ, ես դա ուզում ասել։ Իր գործը սա չի, նա թող գնա կլաուզա գրի։ Դա իր գործը չի, նա կարծում է, որ նա սի խոսալ, ոնց որ մեզ խաբեց 18-ին, խոսալով հարց է լուծում, խոսալով հարց չի լուծվում։ Այս մարդը քեզ չի հարգում։ Քանի անգամ նա իրան առաջարկել, հիշում եք, հետ քաշվենք մի քանի կիլոմետր, սիմետրիկ հետ քաշվենք, սահմանափակենք սպառազինությունները։ Հիշում եք, սպառազինությունների պայմանագիր առաջարկում, չէ՞։ Տեսնում եք, որ նա ծիծաղում է ձեր վրա, որտեղ նա տեսնում է, որ դուք թույլ եք։ Հայաստանը պետք է լինի, հետևաբար ընդդիմությունը պարտադիր պետք է հաջողի։ Դա զգում են նաև ԿՊԱ-ականները, վտանգնել են զգում, հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող են լինել իրենց համար, եթե ժողովուրդը հաջողի։ ԿՊԱ-ականների կենթանական վախը զգացվում է, նրանք պետք է պատասխան տան այն ամենի համար, ինչ արել են, նայեն այն մարդկանց աչքերին, ովքեր այրում եւ ջարդում էին իրենց տներն Արցախում եւ Իրանցում։ Այդ գյուղերը դատարկվելու են, այնտեղ մարդ չի մնալու։ Այն ծրագիրը, որն Ադրբեջանը ԿՊ-ի հետ միասին կյանքի է կոչում, հերթական անգամ մեր աչքի առաջ է։ Հիմա էլ Հայաստանի մարզերն են սկսելու դատարկվել, իսկ դատարկ տեղը թուրքերը երբեք ազատ չեն թողնի, իրենք գալու եւ մտնելու են։ Սպիտակ սյուները կամ փշալարը խաղալիքներ են, դրանք ոտքով կարող ես մի կողմ հրել։ Մենք գիտենք, թե ով է ադրբեջանցին։ Մենք օրեցօր տարածք ենք կորցնում։ Աղավնոյի սարսափելի կադրերից դեռևս ուշքի չեկած մենք նույնը Տավուշում ենք տեսնում։ Ինչքան կարելի է դա հանդուրժել եւ դրան տեղիք տալ։ Կարծում ենք, թե հնարավոր չէ Արցախը կորցնել։ Չենք կարող պատկերացնել, որ Քարվաճառը կամ Աղավնոն կկորցնենք, բայց այդ ամենը մեր աչքի առաջ կամաց իրանացավ։ Ալիևի բերանից հնչած ամենասարսափելի եւ վտանգավոր թեզն այն է, որ իրենք գալու եւ ոտքով մտնելու են Հայաստան։ Դա նշանակում է, որ իրենք հնարավորություն են ունենալու, երբ եւ որքան ուզեն, մտնելու Հայաստանի Հանրապետություն եւ տարածքը տարածքի հետևից գրավելու։ Այս անձինք իրենց պարագլխի հետ միասին ոչնչացրել են Հայաստանի հարաբերությունները արտաքին դաշտում բոլոր մեր, ասենք ասեմ, ռազմավարական գործընկերների հետ։ Դա թե Ռուսաստանի Դաշնությունը, դա թե Միացյալ Նահանգներն է, դա նաև Եվրամիությունն է, եւ դա նաև Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Իսկ եթե դու մեկուսանում ես այս երկրներից քո, ասենք ասեմ, մեղմ ասած հիմար քաղաքականությամբ, սա հանգեցնում է, որ դու արդեն խորքային կախվածության մեջ ես ընկնում Ադրբեջանից եւ Թուրքիայից, եւ նրանք են թելադրում դու կմնաս իշխանության, թե քեզ կհանեն իշխանությունից։ Քո նկատմամբ ինչ որ սահմանին ավանտյուրաներ կլինեն, թե չեն լինի։ Այսինքն, երբ որ դու հայտնում ես այս երկուսի շրջապատումից, բարձր անկանդատ քո նկատմամբ նոր պահանջներ ներկայացնելու։ 2018-ից կարծես կոնկրետ համակարգ աշխատեր քանդելու Հայաստանի բոլոր հիմնասյուները։ Այնպես է ստացվել, որ ցավոք սրտի մինչ օրս նրանք դեռևս հաջողում են։ Այդ ժամանակ էր, որ նրանք հակաեկեղեցական արշավ սկսեցին, ուղղակի վախեցան ուղիղ եկեղեցու թիրախավորումից իրենց դեմքով։ Այդ ժամանակ դեռևս պետք է ժողովրդավարի կեղծ դերը խաղային։
Ապա եւ ամիսներ առաջ անցան եկեղեցու եւ վեհապարի դեմ ուղիղ գրոհի, արդեն իրենց դեմքով։ Այն պետք է խափանվի հնարավորինս շուտ եւ ամեն գնով։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ իրեսն է ճիշտ։